Բարև Հայր ջան, այսօր կիրակ է, ու մենք սպասում ենք վաղվան, որ ԱԱԾ-ի ու առողջապահության նախարարության հակադարձ դիմումները ուղարկենք։ ԱԱԾ-ինը այս առաջի հակադարձ դիմումն է, իսկ առողջապահության նախարարությունը արդեն երկրորդ հակադարձ դիմումն ենք ուղարկում, որովհետև արդեն երկրորդ անգամն է, որ իրենք չեն գիտակցում ոչ իրենց լիազորությունները, ոչ էլ պարտավորությունները։ Մենք էլ ստիպված ամեն դիմումով բացատրում ու սովորացնում ենք, թե ոնց պետք է լինի պետական մարմինը, նախարարությունը ու ոնց պետք է աշխատեն։ Համ իրենց պատասխանների, համ էլ մեր հակադարձ դիմումների բովանդակությանը կծանոթանաք վաղը, երբ արդեն կուղարկենք հասցեատերերին։ Բացի այդ, Լույսի բանակի անունից Ֆրանսիայի առողջապահության նախարարության ուղղված հարցադրումներով դիմումը Եվս կտեսնեք ու կծանոթանաք բովանդակությանը։ Ու ով չի հասկանում ինչի մասին է խոսքը, ով առաջի անգամ լսում այս թեման, ասեմ, որ Երևանում հայտնված թուրքական շտապօգնության մեքենայի վերաբերել է այս ամեն ինչը։ Ու այս ամեն ինչը ունի նախաբան, պատմություն, ընթացք, ով նոր է լսում, կարաք մնացած ամեն ինչը ալիքումս գտնեք։ Ես ասել եմ ու նորից պնդում եմ, որ այս հարցը հասցնելու ենք մինչև վերջ, մինչև բոլոր պատասխանները չստանանք ու սրան վերջապես պետական մակարդակի լուծում չտանք, բայց այդ ամեն ինչը շարունակելու ենք վաղվանից, իսկ հիմա, քանի դեռ կիրակի է, ես որոշեցի խոսալ մի բանից, որը ոչ պակաս կարևոր է, քան ցանկացած առօրյա գործ, ցանկացած քաղաքական օրակարգ կամ կազմակերպչական խնդիր։ Այսօր ուզում եմ խոսալ մեր մտածելակերպի մասին, որովհետև այսօր կյանքից վառված որոշ հանրային դեմքեր հասարակության մեծ մասին սովորացրել ու ընտելացրել են բամբասել, մարդկանց վարկաբեկել, քրֆել ու մտնել մարդկանց անձնական դաշտ։ Ու ցավոք որոշ տգետ զանգվածի մոտ այդ բամբասելու, քրֆելու կամ սրա նրա հետևից ավել պակաս հաչալու սովորությունները դուխավիկության կամ արդարության խորհրդանիշ են։ Ու հենց այդ կյանքից ու երևի ամբողջ աշխարհից վառված որոշների պատճառով էլ մեր հասարակության զգալի մասը մոռացել է արժանի գործանող մարդկանց գովալ, բարձրաձայն գնահատել ու ասել, որ մարդը ճիշտ ու լավ բան է անում կամ ասում, որ այսինչ կամ այնինչ մարդու, մեր հայ մարդու արածը իրոք արժեք է ու կարելի է դրա համար հանրային շնորհակալություն հայտնել ու ոգևորել, որ մարդը իրականում իրան գնահատված գա ու ել ավելի մեծ եռանդով անցնի մեր համար օգտավետ արժեք ստեղծելուն, որ կարելի է ու անհրաժեշտ է ասել, որ այո, այս ճիշտ է, այս արժեք է ու այս պետք է պահպանել։ Կարծում եմ, գոնե մի հոգի պետք է օրինակ ծառայի, որ ցույց տա բոլորին, որ պետք է գովալ հային, առանց շահի, առանց շողոքորթության, այլ ուղղակի տվյալ հայի արժեքը ճանաչելով, որովհետև եթե ժողովուրդը չգնահատի իր մեջի ստեղծողներին, գործանողներին, նվիրյալներին, ու այն որ ցանկացած ոլորտում, ցանկացած առումով ու ցանկացած չափով հային ու Հայաստանին օգուտ տվողներին, ապա այդ ժողովուրդը կդառնա ուրիշների սպառող։ Մեր դեպքում ավելի բետար է, որոշ իմբիցիլներ ադրբեջանականներ են պատրաստ սպառելու, բայց այդ ուրիշ ու առանձին թեմա է, դրա մասին հետո։ Հիմա անցնենք այսօրվա բուն թեմային։ Ուզում եմ բարձրաձայնել 3 YouTube-յան ալիքների մասին, որպես նվեր հայրենակիցներիս։ Ոչ թե իրանց գովազդանամ, այլ ուղղակի որպես գնահատանք։ Օրինակ տեսեք, մեր մասին, Լույսի բանակի մասին, հələ sense չեն խոսացել։ Անկամ երբ Լույսը ներսում ֆիլմը պատրաստվեց ու հանձնվեց հանրային դատին, շատ հանրային մարդիկ արտահայտվեցին հեգնանքով ու թերահավատությամբ, որովհետև կամքի ուժ չունեցան նախանձը հաղթահարելու ու ուղակի մերսի ասելու։ Չնայած դրա համար չէր նկարվել ֆիլմը, բայց դե հաստատ հեգնելու համար էլ չէր, էլի։ Ամեն դեպքում կյանքն ու ժամանակը սիրում են իրենց տեղը ճանաչող մարդկանց։ Ու իմիջիայլոց մի կարևոր բան էլ ասեմ իմանաք, որ նրանք, ում մասին խոսալու եմ, կյանքում իրենց չեմ տեսել, չեմ հանդիպել ու ոչ էլ իրանցից մեկը տեղյակ էր, որ իրենց մասին նման անդրադարձ պետք է անեմ։ Հավատացեք, ոնց որ հիմա դուք եք այս վիդեոն նայում ու նոր իմանում եք խոսքս ինչի մասին է, նույնությամբ էլ իրանք։ Ուրեմն YouTube-յան ալիքներից առաջինը, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, այդ Zing ալիքն է։ Այս ալիքը շատ խորն է մտքով ու հայրենասիրությամբ։ Այս ալիքը չի աղմկում, դատարկաբանությամբ չի զբաղվում, չի մանիպուլացնում զգացմունքներով, այլ աշխատում է հայի հիշողության հետ։ Հաղորդումները վարում է մեր հայուհին Անի Առաքելյանը։ Ու Անի Առաքելյանի վարած այս հարթակը հայոց պատմությունը չի ներկայացնում որպես
մի հատ փոշոտ անցյալ, այլ ներկայացնում է որպես կենթանի պատասխանատվություն։ Իսկ դա արդեն շատ բանի մասին է ասում։ Մասնավորապես այն մասին, որ այդ աղջիկն ու իր թիմը իմ նույն էության են, իմ հետ նույն արյունն ու գաղափարն են կրում, որ մենք մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր հերոսներին նույն ձև ենք գնահատում, սիրում ու իրանցով պարծենում։ Ու զինք ալիքում հայոց պատմությունը չի օգտագործվում որպես ինչ-որ հերթական հաղորդման զարդ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այս ալիքում պատմությունը օգտագործվում է կոնկրետ որպես զենք, շատ լուրջ զենք, խորքային զենք, թե հիմիկվա ու թե հետագայի համար որպես հայ մարդու մտքի զենք։ Իսկ այդ օգնում է հայ մարդուն իր մտքի մեջ կանգնել ուղված մեջքով ու ամուր արժեհամակարգով։ Ու այն ոչ մեկին ու ոչ մի բան չտվող դատարկ աղմուկի, տափակ հաղորդումների ու բլոգերության անվանտակ բամբաս բյուրոների փոխարեն բաժանորդագրվեք զինքին ու արդեն ոչ միայն կլսեք, այլ նաև կհասկանաք։ Վերջի վերջո այդ մարդիկ աշխատում են ձեր մտքի անվտանգության համար։ Ու հավատացեք, այդ աշխատանքը հեշտ չի։ Գնահատեք։ Ու ես էլ իմ անունից մեծ շնորհակալությունս եմ հայտնում Անի Առաքելյանին ու իր թիմին սենց լավ ու բարձր որակի հայանպաստ աշխատանք կատարելու համար։ Հայտնում եմ նաև մեր պատրաստակամությունը այդ աշխատանքներին աջակցելու։ Անի ջան, դուք մենակ չեք ու դուք գնահատված եք։ Հայր ջան, բոլոր ալիքների հղումները, որոնց մասին կխոսամ, կլինեն համ նկարագրություններ բաժնում, համ էլ մեկնաբանություններում ամրացված ամենավերևը, որ ավելի հեշտ գտնեք ու բաժանորդագրվեք այս մարդկանց։ Երկրորդ ալիքը, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, այդ Սուրեն Պետրոսյանի ալիքն է։ Մի քանի անգամ աչքովս իր տեսանյութերն ընկան ու այն որ համ շատ դուրս եկան իրանց որակով, բովանդակությամբ ու մատուցման ձևով։ Ու համ էլ արդեն ամբողջ ալիքը հետաքրքրեց ու ալիքը ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ կարծիքս սխալ չէր։ Հիմա կգտնվեն որոշները, որ կասեն, ահա ժամանակին ինքը Բագրատի հետ էր քայլում, դու շատ գիտեմ, Սերժի հետ կապ ունի ու նմանատիպ բաներ։ Ուրեմն ես կոնկրետ, ես չեմ նայում անցյալի պիտակներին։ Ես նայում եմ ներկա փաստերին, իսկ փաստը էս է, որ այսօր Սուրեն Պետրոսյանը անում է շատ կարևոր գործ, որը ձևավորում է պետական մտածողություն, գործ, որը ստիպում է հայ մարդուն, որ ինքը իրան տենա ոչ թե որպես զոհ կամ որպես թույլ ու խեղճացած եսիմ ով, այլ որպես արժանապատիվ, հզոր պատմություն ունեցող, պատասխանատու պետականամետ սուբյեկտ։ Սուրենը պատմությունը չի պատմում, որ հուզի, ինքը պատմությունը բացում է, որ ստիպի մտածել։ Ու ես որպես հայ, ես չեմ կարա չգնահատեմ դա։ Ես չեմ կարա ինձ թույլ տամ չնկատել այդ արժեքը ու այն ջանքը, որը Սուրենը ներդնում է այդ աշխատանքի մեջ։ Մի քանի վիդեո, որ նայեք, դուք էլ կպատկերացնեք ու կհասկանաք, թե այդ ինչ ահռելի մեծ աշխատանք է։ Ու Սուրեն ջան, անկախ մեր քաղաքական հայացքներից կամ ճանապարհներից, ես անձամբ իմ ու վստահաբար նաև Լույսի բանակի անդամների, քո հետևորդների, ովքեր արդեն իսկ գնահատում են գործդ, շնորհակալություն եմ հայտնում քո հայրենանվեր ու հայանպաստ աշխատանքի համար։ Ու նորից հայտնում եմ պատրաստակամությունս քեզ քո այդ գործում աջակցելու։ Ու հայր ջան, եթե ուզում եք հասկանալ ինչը կորցրեցինք, ինչի համար կորցրեցինք, ոնց անենք, որ նույն սխալները չկրկնենք, հիմնվելով պատմությունից քաղած դասերի վրա ինչ պետություն կառուցենք ու իրականում ճանաչենք մեր պատմության կարևորագույն հատվածները, որոնք ամեն օր ու ամեն տեղ չի որ կհանդիպեք, ապա բաժանորդագրվեք Սուրեն Պետրոսյանի YouTube-յան ալիքին ու մեդիա դաշտում զվռնող տարատեսակ փնթի բամբասանքների փոխարեն ձևավորեք ձեր մեջ պետական մտածողություն։ Էդ էլ տենց։ Ու երրորդ ալիքը, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, այդ հայ միտք ալիքն է։ Ես պատկերացում անգամ չունեմ, թե ով կամ ովքեր են վարում այդ ալիքը, որովհետև բաց դեմքեր չեմ տեսել, հաղորդավար չեմ տեսել, չգիտեմ։ Բայց վստահաբար կարամ ասեմ, որ նորից հայի ու Հայաստանի հանդեպ նույն սերը տածող հայրենիքի արժեքը գիտակցող մարդիկ են ու այս ալիքը ոչ թե անձի մասին է, այլ գաղափարի։ Այս ալիքում ես չեմ հանդիպել եսի, ես հանդիպել եմ menki։ Ու որ ամենակարևորն է, այս ալիքը աշխատում է քաղաքակրթական խորության վրա, ինչը ես այսօր շատ եմ արժևորում։ Հայոց լեզու, հայոց պատմություն ու հայոց մշակույթ ու ոչ թե որպես թանգարան կամ փակված էջ, այլ որպես ապագայի նախագիծ։
Ես ուսումնասիրել եմ այդ ալիքը ու կարամ ասեմ, որ այդ այն հարթակն է, որը օգնում է ձևավորել այն հայ մարդուն, որի վրա կարա հենվի վաղվա Հայաստանը, իսկ անձամբ ես վաղվանը տեսնում եմ ոչ թե Հայաստան, այլ մեծ հայք, Արմենիա, ու այդ ալիքը փոխանցում է հենց այս գիտակցությունը ու հայ միտք ալիքի հեղինակին թիմին եւս հայտնում է մեր բոլորի շնորհակալությունն ու պատրաստակամությունը աջակցելու, որ իրանց շնորհիվ եւս շատանան գիտակից մարդիկ, քանի որ առանց գիտակցված մարդկանց ոչ մի պայքար չի հաղթում։ Ու հայր ջան, այս ալիքին էլ բաժանորդագրվեք ու այն անորակ լղլղչիների, տափակ սերիալների ու դատարկ հաղորդումների փոխարեն նայեք այս մարդկանց աշխատանքները, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ ոչ թե մենակ այդքանը իմանալով կամ էմոցիոնալ պորտկումներով, այլ խորքային։ Ու հիմա մի հատ կարևոր բան։ Ես այսօր բարձր ձայնեցի ընդամենը այս 3 ալիքների մասին, բայց ես համոզված եմ, որ էլի կան նմանատիպ ալիքներ ու էջեր ու ոչ միայն YouTube-ում, Facebook-ում էլ կլնեն, TikTok-ում էլ կլնեն, Telegram-ում էլ կլնեն, չգիտեմ էլ ինչ հարթակներ կան, Instagram-ը բանը, գտեք իրանց բոլորին ու բաժանորդագրվեք, որ միասին կարողանանք փոխել այս մեր ներկայիս մտածելակերպը, որ մեր հասարակության մեջ էլ տեղ ունենան ոչ թե բամբասանկչիները, հայ մարդկանց անտեղի վարկաբեկող, շառանող ու քրֆող ճենջոտ թռածները կամ էլ տգետ ու անկեղծ զանգվածը, այլ մակարդակը, կուլտուրան, հայրենասիրությունը ու ամենակարևորը հային գնահատել իմացող հայերը։ Ու այս իմ թվարկած ալիքները չեն աշխատում իրանց համար, իրանք աշխատում են մեր համար, մեր պատմության, մեր պատվի ու մեր ապագայի համար, ու մենք պետք է գնահատենք այդ մարդկանց, որովհետև եթե մենք այսօր չկարողանանք գովալ այդ աշխատանքը, ապա վաղը չենք կարա պահանջենք կամ սպասենք, որ ինչ-որ մեկն էլ մեզ կգովա կամ կգնահատի։ Ու վերջապես հայր ջան, մեր հային չգնահատենք, բա ում գնահատենք, կասեք։ Մենք ունենք, չունենք, իրար ունենք ու պարտավոր ենք մեկս մյուսից գնահատենք ու բարձրացնենք, օգնենք ու աջակցենք։ Հիմա ինչ գնաց ինձանից, որ ես մարդկանց մասին խոսացի, ոչ մի բան։ Ընդհակառակը, ես տվեցի իմ հայի պարտքը, իմ հայրենիքի ու ազգի համար լավ գործ անող մարդկանց գովալով ու գնահատելով, ու դուք չեք պատկերացնում, ինչ լավ եմ ինձ հիմա զգում։ Էլ ավելի եմ ուրախանում, որ հայ եմ ու հենց այս տեսակի հայ, իրական հայ, բամբասանկչին իրական հայ չի, չգնահատողը, ուրացողը, շարբազը, նախանձը, դրանք հայ չեն, դրանք եսիմ ինչ են։ Իրական հայը չի խժռում մյուս հային, հա, իրական հայը կարա խժռի մենակ իրան հայի տեղ դրած եսիմում դրածոներին, բայց ոչ երբեք իրական հային, իրական հայը հային բարձրացնում է, օգնում է, աջակցում է ու գնահատում է, վերջապես սիրում է։ Էս է տարբերությունը էությամբ հայի ու այնքան որ հայերեն խոսացողի մեջ։ Վերջում էլ մի բան ասեմ, թողես մնա ձեր բոլորի մտքում, որ ժողովուրդները չեն պարտվում, երբ պարտվում են ճակատամարտերում։ Ժողովուրդները պարտվում են, երբ դադարում են իրար ճանաչել որպես արժեք։ Ու եթե այս տեսանյութից հետո գոնե մեկը բամբասելու փոխարեն կկարողանա գովալ, գնահատել, աջակցել, ապա այս արդեն հաղթանակ է։ Հիշեք հայր ջան, լույսը միշտ սկսվում է ճանաչումից, ինքնակրթությունից, իմաստությունից, խորագիտությունից ու ամենակարևորը գնահատել իմանալուց։ Մենք հայ ենք ու փառք Աստծո։ Լավ մնաք ու թող բարձրյալն օրհնի բոլոր էությամբ հայերին բարձր սիրով, ճշմարտությամբ ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորհի յուրաքանչյուրիդ։